Դերասան Հարութ Արշակյանը վերջին շրջանում ակտիվորեն նկարահանվում է Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում մարմնավորելով Արամի կերպարը։ Նրա մասնակցությունը սերիալին ոչ միայն ավելացրել է դերասանական կազմի որակն, այլև նոր գունապնակ ու տրամադրություն է բերել հեռուստատեսային էկրան։ Արամի կերպարը զուսպ, համակրելի հումորով և հոգատար երիտասարդ է, ով հեռուստադիտողների կողմից սիրվեց հենց առաջին իսկ պահից։ Նա սյուժեում հայտնվեց այն բանից հետո, երբ Ռեբեկան Վահեին կորցնելու ցավից հոգեբանական ծանր վիճակում էր, սակայն Արամի ուշադրությունն ու ջերմությունը նրան նոր ուժ ու հավատ տվեց շարունակելու ապրել ու սիրել։ Հարութ Արշակյանի և Էմմա Սապունդյանի դերասանական զույգը սերիալում առանձնանում է ներդաշնակ խաղով, խորքային երկխոսություններով և հմայքով։ Նրանց միջև ձևավորված կինեմատոգրաֆիկ քիմիան կարևոր դեր է խաղում սյուժեի զարգացման և սերիալի հետաքրքրականության բարձրացման գործում։ Վերջին տվյալներով Հարութ Արշակյանը մեկնել է Նիդերլանդներ։ Չնայած պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել նրա մեկնելու վերաբերյալ, ենթադրելի է, որ այն կարճատև հանգստի նպատակ ունի։ Սիրված դերասանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ դերասանը Հայաստանում չէ։ Հնարավոր է, որ դերասանը սերիալի ստեղծագործական թիմի հետ նախապես համաձայնեցրել է իր բացակայությունը այնպես, որ այն ոչ մի կերպ չազդի սերիալի ընթացքի վրա։ Այսպիսի իրավիճակներում հաճախ են օգտագործվում տարբեր սցենարային լուծումներ, կերպարը ժամանակավորապես ետ քաշելով կամ նրան ուղարկելով գործուղման, առանց հանդիսատեսի համար կտրուկ փոփոխություններ ստեղծելու։ Հաշվի առնելով սերիալի պրոֆեսիոնալ արտադրողական մոտեցումը և դերասանների փոխարինման կամ ժամանակավոր բացակայությունների նկատմամբ ունեցած փորձը, հավանական է, որ Արամի կերպարը ժամանակավոր բացակայությունը կանցնի աննկատ։ Միգուցե նա վերադառնա նոր թափով և սյուժեին նոր զարգացումներ հաղորդի։ Հեռուստադիտողներն ակնկալում են, որ Հարութ Արշակյանի կերպարը կշարունակի մնալ պատմության առանցքային մասերից մեկը, հատկապես եթե հաշվի առնենք Ռեբեկայի կյանքի նոր փուլը և նրանց հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղի ունեցավ Հարութ Արշակյանի և նրա սիրելիի Քնարի միության հեքիաթային օրը։ Այդ օրը հիշարժան իրադարձություն էր, քանի որ նրանք ամուսնացան, համախմբվեցին նրանց մտերիմները, ընկերները և ընտանիքների անդամները, դառնալով սիրո և երջանկության իսկական տոն։ Հարսանիքի արարողությունն անցավ անկեղծ, ջերմ և ուրախ մթնոլորտում, որտեղ ամեն ինչ հիանալի համադրվում էր սկսած զարդարանքներից մինչև երաժշտական ծրագրերը։ Հարսանեկան արարողության կադրերը մեծ իրարանցում առաջացրին համացանցում, որտեղ բոլորն արտահայտում էին իրենց հիացմունքն ու ջերմ շնորհավորանքները։ Նշենք, որ այս հարսանիքն առանձնանում էր նրանով, որ սոցիալական ցանցերում չկար գեթ մեկ բացասական մեկնաբանություն, ինչը վկայում էր Հարութ Արշակյանի բացառիկ կերպարի մասին։ Նրա համեստությունն ու տաղանդն անտարբեր չէր թողել ոչ ոքի, և հենց այդ որակներն էին, որ նրան դարձրել էին սիրված և հարգված ինչպես իր շրջապատում, այնպես էլ հեռուստադիտողների շրջանում։ Արարողությունը լի էր փոքրիկ, բայց նշանակալի դետալներով, որոնք ընդգծում էին զույգի անհատականությունը և անկեղծ սերը միմյանց նկատմամբ։ Զարդարանքը, լուսավորությունը, երաժշտական կատարումները և իհարկե Քնարի շքեղ հարսանեկան զգեստը ստեղծում էին իրական հեքիաթային միջավայր, որտեղ հյուրերը ոչ միայն վայելում էին պահը, այլև անմոռանալի հուշեր ստեղծում։ Հարութ Արշակյանի և Քնարի հարսանիքն իսկական օրինակ էր սիրո պարզության և ներդաշնակության համար։ Այս արարողությունը ցույց տվեց, որ իսկական գեղեցկությունն ու երջանկությունը ոչ թե շքեղության մեջ են, այլ անկեղծության, հարգանքի և սիրո։ Այն մեծ ոգեշնչում է դառնում բոլոր նրանց համար, ովքեր երազում են գտնել իրենց կեսին և անցկացնել կյանքի ամենահիշարժան օրը սիրո և երջանկության շրջապատում։ Համացանցում արծարծված դրական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Հարութ Արշակյանի թե մարդկային որակները, թե ստեղծագործական տաղանդը առանձնահատուկ են և ոգեշնչող։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նա և իր սիրելին մեկնել էին շքեղ և էկզոտիկ Շրի Լանկա՝ վայելելու իրենց մեղրամիսը Հնդկական օվկիանոսի անմոռանալի ափերին։ Զույգը ընտրել էր այս կախարդական վայրը լողափերի սպիտակ ավազներով, զմրուխտե ջրերով և արևադարձային բնության շքեղությամբ։